քարը քարին չի մնալու։ Բա։ Այսինքն պիտի քանդվի, քարոքանդ լինի։ Այսպես ասվել է, այսպես գրվել է, կատարվել է թե ոչ։ Հիմա քիչ հետո պիտի քննենք եւ ով էր այդ մարգարեության հեղինակը, որ ասավ եւ գրվեց։ Կարդանք։ Մարկոսի ավետարան 13-րդ գլուխ առաջի 3 համարները։ Երբ տաճարեն դուրս ելան, իր աշակերտներից մեկը սավ իրեն, վարդապետ, նայե ինչպես քարեր են եւ ինչ կերպ շենքեր։ Հիսուս պատասխան տվավ եւ ասավ. կտեսնես այդ մեծ շենքերը, քարը քարի վրա պիտի չմնա, որ պիտի քանդվի։ Ուրեմն մարգարեության հեղինակը Հիսուս էր։ Ասավ, գրվեց, կատարվեց թե ոչ։ Տաճարը Աստծո պաշտամունքի տեղն էր։ Մի քիչ պատմականորեն գանք, առաջին պաշտամունքի տեղը կոչվում էր անապատի խորան, the tabernacle, որ Աստված Մովսեսին պատվիրեց, չափերը տրվեց, վարպետներ մեջտեղ եկան, այդ ամենը պատրաստեցին։ 3 մասից բաղկացած սրբություն սրբոցը, սրբությունը եւ դուրսի հեթանոսած գավիթը։ Անապատում ուր որ գնում էին, քանդում էին, տանում էին, այնտեղ կանգնեցնում էին, այդ պաշտամունքը անում էին եւ Աստված այնտեղ սրբություն սրբոցում հայտնվում էր։ Այսինքն այդ խորանը ծառայում էր Աստծո հետ հանդիպելու տեղ։ Առաջին անշաշ տաճարը Աստծո հրամանով շինվեց, Աստված պատվիրեց Դավթի որդուն Սողոմոնին, որպեսզի տաճարը սարքի, դա մոտարապես Քրիստոսից 1000 տարի առաջ էր, մեզանից 3000, այսպես ասենք, որպեսզի ժամանակագրությունը մեզ ըմբռնելի լինի։ Իսկ եթե ուզում եք ճշգրիտ, Քրիստոսից առաջ 964 թվականին, բայց այդ տաճարը քանդվեց 586 թվականին Քրիստոսից առաջ Նաբուգոդոնոսոր թագավորը Բաբելոնի արշավեց Հրեաստան, գերի վերցրեց մարդկանց եւ գերության տարավ Բաբելոն, նաեւ տաճարը քանդեց։ Երբ որ եբրայցիները Բաբելոնյան գերությունից դուրս եկան իրենց երկիրը, տաճար չունեն, իրենց համար կարևոր մի բան, սկսեցին տաճարի ուրեմն պատրաստությունը, Աստված պատվիրեց Զորաբաբել իշխանին, որ այդ տաճարը պատրաստի եւ 46 տարի տևեց մինչեւ պատրաստեցին։ Հիսուսի ծննդից մոտ 50 տարի առաջ Հռոմի Հերովդես մեծը կայսրը սկսեց լայնածավալ նորոգություններ տաճարի եւ շրջակա մասերի բարեփոխություններ եւ դրանք այնքան շատ էին, որ Քրիստոսի թվարկության միջև 67 թիվը դեռ ավարտված չէր։ Հիսուս մարգարեացավ, ինչ պիտի տեղի ունենա իր հարությունից 4 տասնամյակ հետո։ Հռոմեացիների եւ հրեաների միջև թշնամությունը հասել էր գագաթնակետին։ Այսինքն իրար ատում էին։ Նախ հռոմեացիները շատ բիրտ էին, իրենց օրենքներն էին պարտադրել, ուրեմն թաքսերը, տուրքերը ավելացնում էին շարունակաբար։ Նրանք Աստծո բարոյական չափանիշները չունեն, հեթանոսական իրենց սրտի ցանկությունները ինչ որ ուզում էին գործադրում էին։ Հրեաների կողմից ապստամբությունները լինում էր ժամանակ առ ժամանակ, բայց 70 թվականին ուղակի զինված ընդհարումներ տեղի ունեցան հրեաների եւ հեթանոս, այսինքն հռոմեացիների միջև, այնքան զորավոր էր, որ հռոմեացիներին դուրս շպրտեցին Երուսաղեմից։ Այս լուրը հասավ միջև Հռոմ եւ այնտեղ Ներոն, այն ժամանակվա կայսրը բարկացավ եւ հրաման արձակեց, որպեսի Վասպասյան
ուրեմն առաջնորդը ուժերի իրենց զորքերի առաջնորդը արշավի եւ բոլորին կոտորեն։ Բայց այդ ընթացքում այնպես եղավ, որ Վասպասյանը կանչվեց Հռոմ, նրան որպես կայսր թագադրեցին այնտեղ, այդ գործը հանձնվեց Տիտոսին, ուրեմն 70 թվական Քրիստոսի թվարկության։ Հռոմեացիները խորամանկեցին եւ ամեն տարի, ինչպես գիտեք, հрьяաները տարբեր երկրներից գալիս էին Passover-ի, այսինքն Զատիկի համար, Բիսախ, սա իրենց համար կարևոր էր, ամեն տարի պիտի գային։ Հռոմեացիները թույլ տվեցին, ասին եկեք, եւ հрьяաները կարծեցին, որ ինչ որ բան շարժվել է նրանց մեջ, այսինքն սա հաշտեցման մի քայլ է, բայց դա զուտ նրանց դեմ լարված թակարդ էր եւ սկսեցին գործի անցան անխնա բոլորին սպանել։ Այն ժամանակվա մի պատմիչ, ում անունը Հովսեփոս է, հայերենով այդպես Ժոզեֆուս, անկողմնակալ անաչառ, միայն փաստերներ արձանագրում։ Եվ շատ ու շատ փաստեր, որ արձանագրել է, մենք դրանց մասին նաև կարդում ենք Սուրբ գրքի մեջ։ Բայց այս ինչ որ ասում ենք, չկա Սուրբ գրքի մեջ, իր գրությունների մեջ է։ Օրական 500 հոգու հрьяաների խաչում էին։ Դա իրենց ամենասիրած մահվան ձևն էր։ Ինչպես քահանապետները Հիսուսին եւ որ հանձնեցին հռոմեացիներին, ինչ արեցին, Հիսուսին խաչեցին։ Նաեւ տասնյակ հազարավորների բանտերն էին լեցրել, այնպիսի սարսափելի պայմաններում, որ մասսայական մարդիկ մահանում էին, շնչահեղձ էին լինում։ Նաև նրանք, ովքեր որ տղամարդիկ անշուշտ հաղթանդամ էին, սրանց էլ ամֆիթատրոններում տանում էին որպես գլադիատորներ, պայքարի մեջ են մտցնում, մի խոսքով, ըստ Ժոզեֆուսի 100,000 մարդ այդ ընթացքում մահացել է։ Բայց հռոմեացիները ուրիշ նպատակ էին հետապնդում, ոչ միայն Երուսաղեմը քանդեցին, այլ նաև տաճարը թալանեցին։ Նրա մեջ եղող բոլոր առարկաները, սպասքը կամ արծաթից էին, կամ ոսկուց էին, վարպետների սարքած, բոլորը թանկարժեք բաներ էին, եւ դա էլ քիչ էր, տաճարը այրեցին։ Տաճարի ներսը բոլոր պատերը ոսկե պատված էր։ Այդ կրակը երբ որ զորացավ, սկսեց ոսկին հալվել։ Հռոմեացիները մտածեցին, որ իրենք կարող են այդ ամբողջ ոսկին հավաքել, ահա առիթ։ Անկամ երկու քարերի մեջ եղող շաղախը ոսկե պատված էր։ Եվ որպեսզի ամբողջությամբ ոսկին ունենան, քարերը հատ սկսեցին տապալել, այսինքն ամբողջությամբ քանդեցին այնպես, որ քարը քարի վրա չմնաց, եւ իրականացավ Տեր Հիսուսի մարգարեական խոսքը 4 տասնամյակ առաջ ասած, քարը քարի վրա պիտի չմնա։ Ինչ է հռոմեացիները գիտեին, Հիսուս ինչ մարգարեություն է ասել, որ այդ մասին գրված է, իրենց հոգը չէր։ Իրենց հոգը այն էր, որ այդ ոսկին կարողանան ամբողջությամբ հավաքել եւ այդպես էլ արեցին։ Հիսուսի կատարած այս մարգարեությունը, որ իրականացավ, եւս մեկ ապացույցն էր, որ ինքը ամենակալ Աստված է, կանխագետ եւ ամենագետ է, ինքը գիտեր մոտակա եւ հեռակա ժամանակներում ինչեր պիտի տեղի ունենան։ Լավ։ Անպայմանորեն հարց կարող է առաջանալ։ Աստված պատվիրեց, որպեսզի տաճարը սարքեն։ Լավ, Տեր Աստված, ինչու թույլ տվեցիր, որ այդ տաճարը քանդվի։ Չէ՞ որ դա մի տեղ էր, որտեղ դու հայտնվում էիր սրբություն սրբոցում։ Ինչու այդպես եղավ։ Մի քանի պատճառներ կան։ Առաջի պատճառը, որ հрьяաները Հիսուսին մերժեցին, եւ սա գլխավոր պատճառն էր։ Տաճարը պիտի ծառայեր
Աստծուն պաշտելու համար, բայց ինչի համար էր ծառայում։ Կարդանք Հովանու ավետարան 2-րդ գլուխ 13-ից 17 համարները։ Դրանից անմիջապես առաջ Տեր Հիսուս իր հասարակական գործունեությունները սկսել եւ նաեւ իր առաջին հրաշքներ արել Կանայի հարսանիքում ջուրը դարձրել էր գինի։ Հրեից զատիկը մոտ էր 13 համարից, ուստի Հիսուս Երուսաղեմ գնաց, տաճարի մեջ գտավ արջար եւ ոչխար եւ աղավնի ծախողներ եւ ստակ փոխողներ։ Նստած էին բոլորը։ Չվանե խարազան մշինեց, ամենքը տաճարին դուրս հանեց, ոչխարներն էլ, արջարներն էլ, ստակ փոխողների պղնձները ցիրուցան եղան եւ սեղանները կործանեց։ Աղավնի ծախողներին ասավ. ասկե վերցուցեք ասոնք իմ հորս տունը առևտրի տուն մինեք։ Իր աշակերտները մտքերին բերին, որ գրված է քո տանը նախանձը քեզ կերավ։ Սաղմոս 69:9 իրականացավ այստեղ այս խոսքի մեջ։ Ուրեմն տեսնում ենք, որ այդ դեպքը տեղի ունեցավ Տեր Հիսուսի հասարակական գործունեություն սկսելու հետ սկզբում։ Հիսուս 2 անգամ է տաճարը մաքրել։ Իսկ երկրորդը իր խաչելությունից առաջ Ծաղկասարթի օրը, եկեք կարդանք Մատթեոսի ավետանից, միայն 2 համար կկարդանք, կարծես թե համընկնում է Մատթեոս 21:12-13 համարները։ Հիսուս Աստծո տաճարը մտավ եւ դուրս հանեց ամեն անոք, որ տաճարի մեջ կծախեին եւ կգնեին եւ ստակ փոխողների ու սեղանները եւ աղավնի ծախողների աթոռները կործանեց եւ սավանոց գրված է թե իմ տունս աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք ատիկա ավազակներու այրերիք Եսայի մարգարեություն 56:7 այս խոսքով իրականացավ։ Տաճարը չէր ծառայում Աստծու այնտեղ հայտնվելուն, տաճարը առևտրի տեղ էր դարձած, ինչպես այսօր էլ կա այդպիսի բաներ կան, կղերական կազմը այդ տաճարը համարում էին իրենց սեփականությունը։ Այսօր էլ ամբարտավանը քահանաներ կան, ասում են ես իմ եկեղեցին է, ում կուզեմ կթողեմ ներս մտնի, ով չէ։ Եվ նաև տաճարը ամբողջությամբ զբաղեցված էր կեղծավոր փարիսեցիների կողմից։ Ընդհանրապես փարիսեցի հասկացողությունը սխալ բան չէ։ Ովքեր են փարիսեցիները, նրանք ովքեր Աստծո խոսքին տեղյակ էին, այդ խոսքը պիտի սովորեցնեին, բայց քանի որ ճնշող մեծամասնությունը կեղծավոր էին, ուղղակի ցուցամոլներ էին, իրենք ինչին, որ կանչված են, չէին անում, նրանց անունը կոչվեց կեղծավոր։ Բայց Սուրբ գրքում մենք գտնում ենք մի անձնավորության, ով փարիսեցի էր, ով իրական փարիսեցի էր, այսինքն իր առաքելության տերն էր, Աստծո խոսքը սովորեցնող, Աստծո օրենքներին հետևող, եւ նրա անունը Սողոս էր, որ դարձավ Պողոս, մեր սիրելի Պողոս եղբայրը, մեծ առաքյալ։ Եվ Տեր Հիսուս այսպիսի մի օրինակ բերեց, պատահական չէր, տաճար գնացող 2 անձնավորությունների, Ղուկաս 18-րդ գլուխ 10 համարից կարդանք, 2 մարդ գնացին տաճար, աղոթ քննելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր եւ առանձին այսպես աղոթ կներ. Փարիսեցի, ով Աստված, շնորհակալ եմ քեզ, որ ուրիշ մարդոց պես չեմ։ Հափշտակող, անիրավ, շնացող կամ այս մաքսավորի պես կողքը կանգնած, այսինքն ինքը բոլորից լավն է։ Եվ եթե ուրիշ մի փարիսեցել աղոթի, նույն ձևով պիտի աղոթի։ Բոլորը իրենց մյուսներից լավ են տեսնում։ Հապա շաբաթը 2 անգամ ծոմ կպահեմ ու բոլոր ստացվածքիս 10-րդը կտամ։ Իսկ մաքսավորը հեռուն կանգնել էր ու չեր ուզեր աշկնալ երկինք վերցնել,
հապա իր կուրծքը ծեծելով կսեր. Աստված ողորմի ինձ մեղավորիս։ Ձեզ կսեմ, թե ասիկա այն մյուսեն ավելի արդարացած իր տուն գնաց, վասնզի ով որ իր անձը կբարձրացնե, պիտի խոնարի, եւ ով որ իր անձը կխոնարեցնե, պիտի բարձրանա։ Այդ փարիսեցու աղոթքը Աստծո փառքի համար էր, թե ինքնագովություն էր։ Ինքը իր անձն էր գովում Աստծո առջև։ Տաճարի հարող գավիթում անասնական զոհեր էին անում։ Այդպես պատվիրած էր, զոհ պիտի անեն մեղքերի թողության համար, եւ քահանաները հին ուխտի դարձել էին ղասաբներ, այսինքն մսագործ էին։ Անընդհատ այդ անասունները պիտի զոհվեր, ամենուրեք արյուն էր, անասնական ճարպով լեցուն։ Մարգարեությունների մեջ Աստված գանգատվում է այդ գործելակերպի դեմ։ Եվ այդպես էլ չհասկացան։ Մովսեսից օրենքը տրվեց, այդպես էլ չհասկացան, մինչև Հիսուսի ժամանակ այդպես էր, եւ նաեւ մինչև հիմա, որ անասունի զոհը շուքներ, շադով, գալիք լավագույնի, որ Տեր Հիսուսն էր, Աստծո գառը, որ համայն մարդկության համար զոհվեց, իր կյանքը տվեց, իր թանկ արյունը թափեց, որպեսզի ով որ հավատա, դժոխք չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Չհասկացան, որ իրենց զոհերը շարունակական, մեղքի հարց չեն լուծում, այլ լուծում են այդ պահի համար։ Բերել է իր մեղքերը, խոստովանում է, անասունի վրա ձեռքը դնում է, Աստծուն խնդրում է, քահանան միջնորդություն է անում, բայց դուրս եկավ, նորից գնաց մեղք գործեց, հետևաբար նոր անասուն զոհելու պետքություն կա։ Սակայն այդ մաքսավորը, որ մեղավոր էր, այո, բոլոր մաքսավորները այն ժամանակ համարվում էին Աստծուն մարդկանց թալանող մարդիկ, եւ մարդիկ ատում էին մաքսավոր, բայց այս մաքսավորը տաճար է եկել, չի կարողանում գլուխը վեր բարձրացնել, այլ կուրծքն է ծեծում, ողորմի ինձ մեղավորիս։ Այդպես Աստված ուզում է, որ ամեն մեղավոր մարդ իրեն գա, իր կուրծքը ծեծելով, ասելով. Տեր, ողորմի ինձ մեղավորիս։ Ուրեմն կարդանք այն համարները, որ մարգարեության մեջ գրված է եւ Աստված գանգատվում է։ Եսայի մարգարեությունն է առաջի գլուխ 11 համարից։ Ինչ պետք է ինձ ձեր զոհերի շատությունը, ասում է Տերը, ձեր խոյերի ողջակեզներեն ու պարարտ անասուններին ճարպից կշտացել եմ, եւ զվալակների, եւ գառների, եւ նոխազների արյունները չեմ ուզում, երբ կգաք իմ առջևս երևնալու, ով պահանջեց ձեզ մե, որ այսպես իմ սրահներս կողկրտեք, այլ ինձ ունայն ընծաներ մի բերեք, ձեր խունկ անգամ ինձ սպիղծ է, ամսագլուխների եւ շաբաթների եւ ժողովների գումարվելուն չեմ կրնար հանդուրժել, ձեր տոնախմբությունը անգամ անօրենություն է, ձեր ամսագլուխներեն եւ տոներեն կզզվի իմ հոգիս, անոնք իմ վրա ծանր բեր եղան, վերցնելը հոգնեցա։ Աստված ուզում է, որ մարդիկ իրենց սիրտը խոնարեցնեն, իսկ մարդիկ իրենց զոհեր մատուցանելով կարծում են, որ Աստծուն հաճո են գտնվում։ Ուրեմն ինչ էր այդ տաճարի վիճակը։ Դարձել էր չուլարան, անասունի արյուն, անասունի ճարպ, մարմնի մնացորդները, երկու քահանապետ կային, Կայափա եւ Աննա։ Ովքեր են այս մարդիկ։ Փեսա եւ աներ էին։ Այսինքն ընտանեկան բիզնես էր։ Իշխանություն են վերցել, իրենց ուզած անում են։ Հիմա էլ է այդպես։ Աներ եւ Փեսա չեն, բայց երկու եղբայր են։ Ուրեմն
այն ժամանակվա քահանայական մաֆիան բոլոր դարերում եղել է, ներկայիս էլ այդպես է։ Արած զոհերով բիզնես էին անում։ Երբ որ անասունը մորթում էին, այդ արյունները միտեղ պիտի հավաքեն, չէ՞։ Խողովակներ են սարքել, խողովակով այդ արյունը հոսում էր Կիդրոն հեղեղատի մեջ։ Իսկ այդ հեղեղատի ջրից գյուղացիները իրենց արտերն էին ջրում։ Թույլ չէին տալիս այդ ջրից օգտվելու գյուղացիներին։ Ասում էին, մենք դրա մեջ պարարտանյութ ենք դրել, fertilizer, այսինքն անասունի արյունը, որ դրել ենք, պարարտանյութ է, դրա համար պիտի վճարեք։ Այսինքն ամեն ինչից փող էին սարքում։ Մոմի գործն էլ ուժեղ է, չէ՞։ Շատ եկամտաբեր է, այսինքն lucrative, անգլերենով այդպես են ասում, խաչամփյուրը կա, էլի լավ փող է բերում, օրտնված աղը, հետո յուղը ու ինչ որ ուզեն, կորտնեն, մարդկանց վրա կծախեն։ Այս ամենի հետև մեկտեղ տաճարը դարձել էր իրենց համար կուրք։ Ավելի տաճարն էին պաշտում, քան թե Աստծուն։ Երբ որ տաճարից զրկվեցին, իրենց որբացած զգացին։ Տաճարը չկա, այնքան որ նրանք կապված էին տաճարի հետ, սպասում էին երրորդ տաճարի պատրաստվելու հրամանին, բայց մինչև հիմա այդ հրամանը չի եկած, իրենք շատ լավ գիտեն, որ Մեսիան պիտի գա, ինքը հրաման պիտի տա, այն ժամանակ տաճարը պիտի սարքվի, սպասում են հարյուրամյակներ սպասում են։ Իդեպ, այդ նոր տաճարի ներքին հարդարանքի և բոլոր կահքու սարքի, բոլոր բաները պատրաստ են, ամեն ինչ, ամեն սպասքը, առաջարության հացի սեղանը, դրանք բոլորը ցուցադրվում են, և նաև լույսի աշտանակը կա մինորան, գիտեք, և նաև քահանաների հագուստները, ամեն բան ճոխությամբ պատրաստված է։ Իսկ տաճարը շուտվանից նախագծված է, ամեն մեկ քարը տաշված, համարակալված, պատրաստ է շինվելու, միայն թե անպայմանորեն Մեսիայի հրամանը պիտի լինի։ Եվ հաշվել են, որ հրամանը դուրս գալուց 3 ամիս հետո պատրաստի կունենան այդ ամբողջ տաճարը։ Եվ քանի որ ճշմարիտ Քրիստոսին մերժել են, կեղծ Քրիստոսը երբ որ հայտնվի, հակաքրիստոսը նեռը, նրա հրամանով պիտի սարքվի։ Եվ հրեաները մեծ վստահություն պիտի դնեն նեռի վրա, ահավասիկ պիտի ասեն Մեսիան եկավ եւ գրվածի համեմատ հրամանը եղավ, տաճարը սարքեցինք, զոհերը պիտի շարունակվեն, միջև որ դա պիտի տևի միայն 3.5 տարի եւ կարդանք Դանիելի մարգարեությունից միայն մեկ համար։ Դանիել 9:27 համարը։ Ները երբ որ գա հակաքրիստոսը, յոթյակ մեջ շատերու հետ ուխտ պիտի հաստատե եւ յոթյակի մեջտեղը, այդ մեջտեղը որքանն է, 3.5 տարի հետո զոհն ու պատարակը պիտի դադարեցնի։ Այսինքն պիտի արգելի։ Ու ավերողը պղծության տաճարի վրա պիտի ելլա։ Ավերողը հենց ինքն է։ Միջև որ ավերվածի վրա նախասամանյալ կորուստը թափվի, ները պիտի պղծի այդ տաճարը։ Հիմա շահարկումներ շատ կան, թե ինչպես կարող է պղծել, աստվածաբանների շատերի կարծիք այն է, որ հրեաներին ամենաշատ ցավ պատճառողը պիտի լինի տաճարի մեջ խոզ մորթելը։ Չգիտենք, որովհետև այդ մասին չենք կարդում, չկա գրված, բայց պիտի պղծի տաճարը։ Տաճարը եկեղեցին պիտի ծառայի որպես Աստծո համար պաշտամունքի տեղ։ Մենք պիտի գանք պաշտենք, Աստված պիտի փառավորվի։ Մենք Աստծուն փառք ենք տալիս այս եկեղեցաշենքի համար, որ Տերը 25 տարիներ առաջ մեզ այստեղ բերեց
եւ մենք Տիրոջ շնորհքով ամեն կիրակի եւ ամեն չորեքշաբթի ժամադրություն ունենք Տիրոջ հետ, գալիս ենք նրան պաշտելու համար։ Սա մեր սիրելի հոգևոր տունն է, սակայն որևէ կերպով մենք շենք կամ եկեղեցի չենք պաշտում, քավլիցի, մենք Աստծուն ենք պաշտում, երբ որ այստեղ պաշտամունք չկա, այս շենքը ծառայում է որպես գեղեցիկ ճարտարապետական մի կոթող, այդքան բան։ Իդեպ ասեմ, որ երբ որ նախագծվել է այս տաճարը սարքվելու, այնպես են նախագծել, որ նմանվում է Նոյի տապանին, իսկ վերևից նայված այն իրենից ներկայացնում է խաչ։ Աստուն իրապես փառք ենք տալիս դրա համար։ Իրական եկեղեցին որն է։ Էկլիսիա նշանակում է դուրս կանչված ժողովուրդ։ Եթե այստեղ պաշտամունքներ չլինեն, սա եկեղեցաշենք է միայն, բայց երբ է իրական որպես եկեղեցի ծառայում, երբ որ Հիսուսի ասացի համեմատ, ովքեր որ իմ անունովս հավաքվեն, անգամ 2-3 հոգի, ես այնտեղ ներկա եմ։ Եվ իրական եկեղեցու շենքը ինչպես է կառուցվում, այդ մասին հրաշալի ձևով գրում է Պետրոս առաքյալը, կարդանք, իր առաջին նամակն է 2-րդ գլուխ առաջի 5 համարները։ Ուրեմն մեկդի ձգելով ամեն չարություն եւ ամեն խաբեություն եւ կեղծավորություն եւ նախանց եւ չարախոսություն, նորածին մանուկների պես բանական եւ անխարդախ կաթին փափագեցեք, որպիսի անով մեծնակ միջև փրկություն, քանզի Տիրոջ քաղցր ըլլալու համը առիք, իրապես մեկը, երբ որ Քրիստոսի իրական քաղցրությունը առնում է, էլ ինչ կարող է մեզ զատել Քրիստոսի սիրուց, հա? Սուրը, մահը, հիվանդ, ոչ մի բան, որովհետև Աստծո սերը տարածվում է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով։ Մոտեցեք անոր, այն կենդանի վեմին, որ թեև մարդոցմե անարգված է, բայց Աստծմե ընտրված եւ պատվական է։ Ով է այդ վեմը? Տեր Հիսուս Քրիստոս է։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվիք հոգևոր տաճարը, Սուրբ քահանայությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծուն հաճելի հոգևոր պատարակներ մատուցանելու։ Այստեղ առաքյալը հավատացյալներին ամեն մեկին իբրև մի հոգևոր քար է ներկայացնում, որ այդ քարերով տաճար կառուցվի Աստծո փառքի համար։ Հրեաները միջև հիմա ողբում են տաճարի կորուստը։ Կանգուն մնացած մի պատ կա, որ կոչվում է արևմտյան պատ, Western Wall։ Այն ողբի լացի պատ է համարվում։ Գնում են այդ պատի մոտ, ժամերով աղոթք են անում, իրենց գրած աղոթքները, խնդրվածքները թղթի վրա մտցնում են այդ քարերի արանքը եւ սպասում են այն ժամանակվա, որ նորից տաճար պիտի սարքվի, նորից Աստծո ներկայությունը պիտի լինի։ Բայց Աստված արդեն հոգացել է։ Իր ներկայությունը որտեղ է։ Նախ հավատում ենք, որ այստեղ է, որտեղ իր անունով հավաքվեցինք, իր փառքի համար հավաքվեցինք, եւ ինչպես Պողոս առաքյալը աթենացիներին ասաց, Աստված մարդու ձեռքով սարքված տաճարների մեջ չի բնակվում, այլ մարդկային տաճարների մեջ է բնակվում։ Շատ հրաշալի խորհուրդ է սա։ Եվ Հիսուս հրեաների այդ մտորումները, նրանք կարծում են, որ տաճարը ամեն բանից վեր է։ Այդ գաղափարը ջախջախեց ուղղակի հետևյալ խոսքերով։ Մատթեոս 12-րդ գլուխ առաջի 7 համարները։ Հիսուս շաբաթ օրը կերտա արտերու միջեն, երբ իր աշակերտները անոթեցան, սկսան ցորենի հասկերը փրցնել եւ ուտել։ Փարիսեցիները երբ տեսան ասին անոր,
ահա քո աշակերտներդ կգործեն, մինչդեռ արտոնված չէ շաբաթ օրը գործել։ Այդ ցորենը քաղում ուտում էին, գործ էր համարվում դա։ Ով կարող է շաբաթ օրը պահել։ Ոչ ոք, ովքեր որ պնդում են, որ շաբաթ օրը պիտի սուրբ պահվի, կեղծավորներ են։ Իրենք չեն պահում, բազմիցս սայթաքել են, ձախողվել են, բայց չունեն քաջությունը ասելու այդ բանը։ Աստված մեզ ազատագրել է դրանից։ Որդին մարդո շաբաթի էլ Տերն է, եւ իրենով մենք այլևս պարտավորված չենք որոշակի օր սուրբ պահելու համար։ Մեզ համար ամեն օրը սուրբ է, ամեն օրը Աստծո օրն է։ Եվ քանի որ Կիրակի օրը, Կիրյակի, Տիրոջ օրը հարության օրն է, մենք այստեղ հավաքվում ենք ամենատեն, որ հռչակենք, որ մեր սիրելի Փրկիչը, մեր մեղքերի համար խաչ լավ, մեզ արդարացնելու համար հարություն առավ, երկնքի ճանապարհը բացեց, իրեն հավատացողների համար հավիտենական կյանք է բերել։ Ամեն ատեն հռչակենք։ Նա էլ անոնց ասավ, չեք կարդացել դուք Դավթի նրածը, երբ անոթեցան ինքը եւ անոնց հետ եղողները, մտավ Աստծո տունը եւ առաջավորության հացերեն կերավ, որ ոչ իրեն օրինավոր էր ուտել, ոչ անոնց, որ իր հետ էին, բայց միայն քահանաներուն։ Այսինքն, թե օրենքի խախտում եղավ, բայց շնորհքի տակ դա ջնջված է։ Այսինքն, դուք հрьяաներ, կարծում եք, որ տաճարն է սրբություն սրբոցը, այդ տաճարը սրբվում էր, սուրբ էր դառնում, երբ որ Աստված իր ներկայությամբ էր այնտեղ գալիս։ Կամ թե օրենքի մեջ չեք կարդացել, որ քահանաները շաբաթ օրերը տաճարի մեջ շաբաթը կպղծեն եւ անմեղ են համարվում։ Բայց ես կսեմ, թե այստեղ տաճարեն մեծ մեկը կա։ Եվ ով է այդ մեծը, ինքը Տեր Հիսուս Քրիստոս։ Եթե գիտնայիք, թե ինչ ասել է, ողորմություն կուզեմ եւ ոչ թե զո, այն ատեն անպարտներին չեք դատապարտել, քանզի որդին մարդո շաբաթի էլ Տերն է։ Աստված զո չի պահանջում մարդկանցից, այլ մարդկանց սրտերը, որ այնտեղ գա եւ ինքը բնակություն հաստատի։ Երբ Հիսուս տաճարի չուլանները դուրս հանեց, այդ նկարագրվածը խարազան արավ, մտրակով, աղավնի ծախողներին, ստակ փոխողներին, չէ՞։ Հիմա մենք Քրիստոսի սերը ճաշակել ենք, գիտենք, բայց Աստծո հանդեպ նրա ունեցած, հոր հանդեպ ունեցած նախանձավորությունը Հիսուսին չէ, մտրակը ձեռքը առավ ասավ, սիրելիս, խնդրում եմ այս սեղանները ազատես։ Ոչ, կործանեց այդ սեղանները, դուրս նետեց անասուն ծախողներին, ստակ փոխողներին։ Հովանու 2-րդ գլուխ 18-ից 22 ամաները։ Այն ատեն հրեաները եկան ուսին անոր, ինչ նշան ցույց կտաս, որ այդ բաները անելու իրավունք ունես։ Պատասխան տվավ Հիսուս եւ անոնց ասավ. քանդեք այս տաճարը ու 3 օրվա մեջ զանիկա պիտի կանգնեցնեմ։ Տաճարը իրենց համար այդ սրբությունը հրեաներեսին 46 տարվա մեջ շինվեցավ այս տաճարը եւ դու 3 օրվա մեջ պիտի կանգնեցնես զանիկա, բայց ինքը իր մարմնի տաճարի համար կսես, ուստի երբ ինք մեռելներեն հարություն առավ, իր աշակերտները մտքերին բերին այս ասածը ու հավատացին գրքին եւ Հիսուսի ասած խոսքին։ Նախ իր անձը որպես տաճար անվանեց, նաեւ իր մարմնի տաճարի մասին խոսեց։ Այլ կերպ ասած, Հիսուս ուզեց ասել. այդ տաճարապաշտներ, ձեր առջև մարմնով հայտնված Աստված է եկել։ Դուք դեռ տաճար եք պաշտում։ Իր մարմնի տաճարի մասին է խոսում, այսինքն պիտի սպանվի, 3-րդ օրը հարություն պիտի առնի եւ նոր փառավորյալ մարմնով իրենց մեջ հայտնվեց։ Պողոս առաքյալը
հետևյալ բացատրությունն է տալիս, նորից հիշեցնենք, ուրեմն տաճարը Աստծո ներկայությունը հայտնվելու համար էր։ Եվ կարդում ենք Կորինթացիների առաջին նամակից 6-րդ գլուխ 18-ից 20 համարները։ Պոռնկությունից փախեք։ Ամեն մեղք, որ մարդ կգործե, իր մարմնից դուրս է։ Բայց նա, որ կպոռնկանա, իր մարմնի դեմ կմեղանչի։ Բուն Աստծո դեմ է մեղքը։ Չեք գիտեր, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, որ Աստծմե առած եք, եւ դուք ձեր անձի տերը չեք։ Երբ որ մենք ճշմարտապես Հիսուսին հավատացինք, ինչ տեղի ունեցավ, Աստված իր հոգիով եկավ եւ մեր մեջ բնակություն հաստատեց։ Եվ մենք կոչվեցինք տաճար Սուրբ Հոգու։ Մարդու մարմինը, այսինքն իր մեջ եղած իր անձի հետ է կապված սա եւ իր երակների մեջ հոսող արյան մեջ մեղքը կա։ Մարդու հին բնությունը մեղքով լեցուն է, բայց աստվածային սրբություն է գալիս ճշմարիտ հավատացողի մեջ։ Եվ ասում է, դուք գնով ծախու առնվեցիք։ Հիսուս վճարեց դրա համար, իր արյունով, իր կյանքով վճարեց։ Ուստի փառավորեցեք Աստված ձեր մարմինների եւ հոգիների մեջ, որոնք Աստծուն կպատկանին։ Հետևաբար այս ասած խոսքերը մենք ամենայն լրջությամբ պիտի վերցնենք, ամենայն լրջությամբ։ Կորինթացիների մեղքերը այնքան բազմապիսի էին, որ առիթ էին տվել առաքյալին նույն թղթի մեջ 2 անգամ այսպիսի ուրեմն դատապարտող խոսքեր բերել։ Ուրեմն առաջի Կորինթացիս 3-րդ գլուխ 16-17 համարները։ Չեք գիտեր, թե Աստծո տաճար եք դուք, եւ Աստծո հոգին ձեր մեջ բնակում է։ Եթե մեկը Աստծո տաճարը ապական է, Աստված էլ զանիկա պիտի ապական է, վասնզի Աստծո տաճարը սուրբ է եւ դուք եք այդ տաճարը։ Հիմա հասկանում ենք ճշմարիտ տաճարի խորհուրդը, ոչ թե տեսանելի տաճարն էր։ Հիսուս այդ էր հասկացնում եւ չհասկացան, ու միջև օրս չեն հասկացել։ Իսկ մենք ունենք եկեղեցու գաղափարը, որ այն վերստին ծնված հավատացյալների միությունն է, մեկությունն է, իսկ այս շենքը որպես եկեղեցի ծառայում է այստեղ Աստծուն պատարակներ մատուցանելու, որն է մեր շրթունքների դավանությունը եւ խոսքը։ Այս բացատրությունները Տեր Հիսուսի մանավանդ տարակուսելի են հրյաներից քրիստոնյա դարձածների համար։ Նրանց համար տաճարը սրբության տեղ էր հանդիսանում եւ նրանք այդ տաճարի վերաբերյալ մեծ կարծիք ունեն։ Աստծուն հավասար են դնում, շատ հաճախ Աստծուց բարձր են դնում եւ Հիսուս նոր բացատրություններ է տալիս։ Ինչպիսի մեկը կարող է դառնալ Աստծո տաճար։ Շատ պարզ ձևով Աստված ներկայացնում է, դրա համար ինչ է պետք։ Աստված ինչ է ակնկալում մարդուց, որպեսզի այդ անձնավորությունը դառնա տաճար Սուրբ Հոգու։ Մեկ բան, անկեղծ հավատք, անկեղծ։ Աստված սրտերն է քննում եւ գիտի, որ սրտերի մեջ ինքը ընդունելություն ունի։ Աստված սրտերն է քննում եւ գիտի, որ աղոթքներն են, որ անկեղծությամբ իր առջև բարձրանում են։ Եվ Աստված խոնար սրտով մարդկանց է, որ հաճենում է։ Նրանց էլ շնորհում է Սուրբ Հոգին, որպեսզի դառնան տաճար Սուրբ Հոգու։ Եկեք սկզբունքը կարդանք, շատ պարզ է, Եփեսացիների
նամակն է, առաջի գլխից պիտի կարդանք, նախ 3-ից 7 համարները։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների մեջ Քրիստոսով։ Ինչպես մեզ անով աշխարհի սկզբից առաջ ընտրեց, Քրիստոսով Աստված մեզ աշխարհի սկզբից առաջ ընտրեց, որպիսի մենք սիրով սուրբ եւ անարատ լինենք իր առջև։ Ընտրությունը Աստված է անում, քավլիցի մարդը չի կարող ընտրել, Աստված է ընտրում մարդուն, ինչպես է ընտրում, աշխարհի սկզբից առաջ է ընտրում։ Եվ ում է ընտրում, ոմանց համար սա կարևոր չէ, Աստված է ընտրում եւ վերջ, բայց Աստված տալիս է դրա պատասխանը, թե ում է ընտրում, եկեք շարունակենք։ Առաջվան է Հիսուս Քրիստոսի ձեռքով մեզ իրեն որդեգիր ըլլալու սահմանեց իր կամքի հաճության պես, իր փառավոր շնորհքի գոհության համար, որով մեզ զարդարեց սիրելի ձեռքով, որով մենք փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքի թողություն, իր շնորհքի ճոխության չափով։ Ում է ընտրում Աստված, ովքեր որ նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Ուրեմն Աստված իր գործը արել է, ամբողջացրել է փրկությունը, մարդը այդ փրկության հետ որևէ առնչություն չունի, դա ամբողջությամբ Քրիստոսի շնորհքն է, արյան արժանիքն է։ Սակայն Աստված ում է տալիս այդ փրկությունը, այդ շնորհքը, Եփեսացիս 2:8 համար։ Շնորհքով փրկված եք, այսինքն ձրի պարգև է սա, հավատքի միջոցով։ Ուրեմն հավատքը այդ միջոցն է շնորհքը ստանալու համար։ Հավատքը այդ ձեռքն է շնորհքը ստանալու համար։ Շնորհքով փրկված եք հավատքի միջոցով, եւ այդ շնորհքը ձեզ մեջ է, այլ Աստծո ձրի պարգևն է, բայց Աստված ուզում է, որ ամեն մարդ իր սրտի մեջ տեղ տա, որ Տերը գա եւ այնտեղ բնակվի։ Եվ Եփեսացիների առաջի գլուխ եւ 13 համար նշանավոր համար է։ Երբ որ լսեցինք ճշմարտության խոսքը, սա նաեւ հանդիսանում է որպես ժամանակացույց, թե իրադարձությունները ինչպես են տեղի ունենում։ Նախ լսում ենք Աստծո խոսքը, մեր փրկության ավետարանը, միայն ավետարանից, որին հավատալով, սա մարդկային պատասխանատվությունն է, որ մենք պիտի հավատանք այդ լսած խոսքերին։ Խոստացյալ Սուրբ Հոգու շնորհքով կնքվեցիք։ Ուրեմն տեսակ, լսեցինք, հավատացինք, հետո կնքվեցինք։ Այո, դժվար է ադամական մարդու համարը հավատալ այդպիսի աստվածային ճշմարտություններին։ Միայն ցանկություն է պետք, ով որ փնտրի, ինչ պիտի գտնի։ Եվ Աստված ի սկզբանե ամեն բան վայելու չարավ, եւ մարդու սրտի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրեց, Ժողովող 3:11 համար։ Այսինքն ամեն մարդու մեջ դա ի սկզբանե դրված է, բայց մարդիկ այդ փափագը չունեն, իսկ ով որ ունի այդ փափագը, փնտրում է եւ Աստված նրան օգնում է։ Եսայի 49:8 համար, որ Պողոս առաքյալը մեջ բերեց Կորինթացիների 2-րդ նամակ 6:2 համար։ Ընդունելի ժամանակի մեջ քեզ լսեցի։ Փրկության օրը քեզ այցելություն արեցի։ Ուրեմն ովքեր որ Աստծո խոսքին ասում են այո, հավատում են, խոնարհում են այդ խոսքի առջև, իրենց սրտերը չեն խստացնում, Աստված Սուրբ Հոգով գալիս է եւ իր կնիքն է դնում, որ հավիտյան Տիրոջը պիտի պատկանենք։ Սուրբ Հոգին բնակվում է հավատացյալի մեջ եւ այդ անձնավորությունը կոչվում է Սուրբ Հոգու տաճար։
մարդու մեջ Աստծո տեսանկյունից ենք ասում, միակ լավագույն գանձը Սուրբ Հոգին է, որ մեր մեջ բնակվում է։ Մարդու ամբողջ բնությունը, ըստ Մարգարեության, մարդու սիրտը ամեն բանից չար եւ խիստ խաբեբայ է, ով կարող է այն հասկանալ։ Բայց երբ որ մարդը իր կողմից քայլ է անում, այո է ասում, հավատում է, Աստված Սուրբ Հոգիով կնքում է։ Հիմա այսքան բացատրություններից հետո ես վստահ եմ այստեղ ճնշող մեծամասնությունը այդ հավատքով դարձել են տաճար Սուրբ Հոգու, եթե կան մարդիկ, որ դեռևս չեն դարձել եւ մանավանդ մեր հերոստատիտողների մեջ, նրանք ովքեր մեր հաղորդումներին հետևում են, այս կոչը Տիրոջ կողմից է։ Հաշտվեցեք Տիրոջ հետ։ Աստված է ասում, հաշտվելու համար ինչ է պետք։ Ցանկություն։ Այո ասել է պետք։ Հաշտվեցեք Տիրոջ հետ։ Սելի հայրդի։ Անգամ եթե դու քրիստոնյա անունը քո վրա ունես, սակայն Քրիստոսին քո կյանքիդ մեջ որպես Տեր եւ Փրկիչ չունես, դու փրկված չես։ Դու կոչվում ես քրիստոնյա, բայց քրիստոնյա չես։ Սակայն մեկ քայլով արդեն այդ հիմքը կարող է դրվել։ Եթե հավատաս եւ դավանես, որ Հիսուս Տեր է, Փրկիչ է, Աստված է, եւ խոստովանես քո մեղքերդ, որ տարիների ընթացքում խոսքով, գործով, խորթով մեղքեր ես գործել, եւ խոնարհությամբ Տիրոջ առջև դավանես, Աստված Սուրբ Հոգիով քեզ կայցելի, ինչպես մեզ այցելեց, եւ իր համար սարքեց բնակության վայր Սուրբ Հոգիով գալու եւ մեր մեջ բնակվելու։ Այս գործընթացը կոչվում է ապաշխարություն։ Ապաշխարել նշանակում է աշխարհին կրնակ դարձնել։ Ապաշխարել նշանակում է Քրիստոսին կյանքիդ մեջ ընդունել։ Ապաշխարել նշանակում է կյանք ընտրել, որ է Քրիստոս, եւ Աստված այդ ընտրությունը մարդու առջև դրել է ասելով. քո առջև եմ դնում կյանքը եւ մահը, եւ այդ կյանքը Քրիստոսն է, մահը սատանան է, որովհետեւ եթե խոսքը այս մահվան մասին է, բոլոր մարդիկ էլ մեռնում են, բայց ընտրի կյանքը, որպեսզի հավիտենական կյանք ունենաս, եւ Հիսուս ասաց. ես եմ այդ կյանքը, հավիտենական կյանքը, եւ միակ ճանապարհը դեպի երկինք, որևէ մեկը հոր մոտ չի կարող գալ, եթե ոչ միայն Տեր Հիսուս Քրիստոսով։ Իրական տաճարի բացատրությունը սա է։ Եվ հրյաները միջև այսօր խարխափում են, սպասելով երրորդ տաճարի սարքվելուն, բայց Աստված սպասում է, որ մարդիկ իրեն գալով դառնան տաճար Սուրբ Հոգու։ Այս Աստված գա եւ իրենց մեջ բնակվի։ Աստված թող իմաստություն տա ամեն մի լսողի, որ իր սիրտը չխստացնի, այլ խոնարհվի Տիրոջ առջև եւ նրան հրավիրի իր կյանքի մեջ։ Քո իսկ բառերով, շատ պարզ խոսքերով Տիրոջը դիմի, միայն թե այդ բանը արա անկեղծ սրտով։ Ուրեմն Տեր Հիսուս մարգարեություն ասաց եւ այդ մարգարեությունը իրականացավ իր հարությունից մոտավորապես 40 տարի հետո։ Բայց այն ինչ որ սկզբում կարդացինք, դրա շարունակության մեջ եւս կա մարգարեություն, որ հերավոր ապագայի համար ասեց Տեր Հիսուս։ Եկեք կարդանք։ Նորից Մարկոս 13-րդ գլուխ 3-րդ համարից կարդանք։ Երբ անիկած Զիթենյաց լեռը տաճարին դեմ նստած էր, ովքեր կային իր հետ։ Պետրոսը, Հակոբոսը, Հովանեսը։ Այս երեքը շատ նախանձավոր էին Տիրոջ հետ լինելու, մշտապես իր խոսքը լսելու։ Հիսուս քավլիցի, որ ինքը աչառություն էր անում աշակերտների մեջ, բայց ովքեր որ իրեն շատ ավելի մոտ էին, նրանք էին այդտեղ։ Հարցրեցին.
Ըսե մեզի, երբ պիտի լան այս բաները եւ ինչ նշան պիտի լա այդ բաներուն կատարավելի ատենը։ Հիսուս պատասխան տվավ անոնց եւ ըսավ. Զգույշ կեցեք, չլա որ մեկը ձեզ խափե։ Վասնզի շատեր պիտի գան իմ անունովս եւ ասեն թե ես եմ Քրիստոսը ու շատերը պիտի մոլորեսնեն։ Չզարմանաք, եթե ամեն օր տարբեր երկրներում հանկարծ հայտնի դառնա, որ Քրիստոս է հայտնվել։ Մինչև այսօր շատեր եկան, իրենց Քրիստոս ներկայացրեցին եւ դուրս եկան սուտ մարգարեներ, սուտ Քրիստոսներ։ Գնալով այդ բանը պիտի ավելանա։ Բայց երբ լսեք պատերազմներ եւ պատերազմների լուրեր, ինչ արեք, գնացեք ձեր տան մեջ փակվեք, հա, մի խռովիկ, այսինքն մի վախեցեք, վասնզի պետք է լան այս բաները, բայց դեռ վերջը չէ։ Վասնզի ասկ ասկի վրա պիտի ելլե, թագավորություն թագավորության վրա, եւ տեղ-տեղ երկրաշարժեր պիտի լան, սովեր, խռովություններ պիտի լան, ասոնք ցավերի սկիզբն են։ Այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, Տեր Հիսուսի ասած խոսքերը մեր աչքերի առջև են, սրանք իրականանում են, եւ նշված բոլոր բաները շատ ավելի հաճախակի են տեղի ունենում։ Երբ որ կտեսնեք այս բաները կկատարվեն, ինչ արեք, ձեր աչքերը վեր հարեք, որտեղի ձեր փրկությունը պիտի հայտնվի։ Հետևաբար սիրելի եղբայրս եւ քույրս, այս վերջին ժամանակների մեջ մեր ամրագոտիները ձգենք, fasten your belts, he is coming soon, Տերը շուտով պիտի գա, ամեն վարքյան կարող է հայտնվել, բոլոր մարգարեությունները իր երկրորդ գալստյան իրագործված են, կատարված են, չկա այդպիսի մարգարեություն, որ դեռ նոր պիտի իրականանա։ Հետևաբար, եթե այդպես է, ինչ անենք, մեր սրբությունը կատարելագործենք Աստծո երկյուղով, ավելի Տիրոջը մոտենանք, ավելի հոգևորապես ապրենք, եւ որ Տերը հայտնվի, ամոթով չմնանք։ Եվ բոլորս մեկտեղ ասում ենք. Մանանաթա, Տերը թող շուտով գա, Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ Oh